Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար այսօր խիստ կարևոր է հստակ հասկանալ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիություն ստանալու ընթացակարգային որոշ մանրամասներ, ինչ քայլեր պետք է ձեռնարկեն վերջնարդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու կարգավիճակ ձեռք բերելու համար։ Արդյոք քաղաքացիություն ստանալու գործընթացում առկա են որոշ տարբերակումներ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար եւ եթե կան այդպիսիք, ապա ինչ անհրաժեշտ փաստաթղթեր են հարկավոր եւ ուր պետք է դիմել գործընթացի սկիզբը մեկնարկելու համար։ Այս տեսանյութի նպատակն է պարզ ու հասկանալի կերպով ներկայացնել քաղաքացիություն ստանալու ընթացակարգը եւ դրա համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։ Ստորև կպարզենք գործընթացի մանրամասները եւ կփորձենք պատասխանել ամենահաճախ տրվող հարցերին։ Քաղաքացիություն չունեցող 18 տարի լրացած գործունակ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվող կամ օտարերկրյա պետությունում բնակվող յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմելու Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիություն ստանալու համար, եթե իհարկե օրենքով սահմանված կարգով վերջին 3 տարվա ընթացքում մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում։ Կարող է բացատրվել հայերեն լեզվով եւ ծանոթ է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը։ Սակայն օրենքով սահմանվում են որոշակի հիմքեր, որոնց առկայության դեպքում արդեն գործում է որոշակի պարզեցված կարգ։ Մասնավորապես առանց 3 տարի ՀՀ-ում բնակվելու եւ հայերեն լեզվին տիրապետելու պայմանների պահպանման Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող այն անձը, որը մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնելու պահը վերջին 2 տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ է գտնվել Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ։ Եվ այդ 2 տարվա ընթացքում առնվազն 365 օր օրինական հիմքերի առկայության դեպքում բնակվել է Հայաստանի Հանրապետությունում կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի զավակ կամ ծնող ունի։ Երկրորդ այն անձը, որի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ որը օրենքով սահմանված կարգով վերջին 1 տարին մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում։ Երրորդ հիմքը վերաբերում է այն անձին, որը 1995 թվականի հունվարի 1-ից հետո իր դիմումի համաձայն դուրս է եկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից եւ վերջապես 4-րդ հիմքը վերաբերում է այն անձին, ով Հայաստանի Հանրապետությունում ճանաչվել է փախստական կամ հանդիսացել է Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիություն չունեցող անձ։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության վերցնելու Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի 1864 որոշման ուժով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձիկ վերցվելով ժամանակավոր պաշտպանության տակ եւ ստանալով ժամանակավոր պաշտպանության վկայականներ ձեռք են բերել նաեւ փախստականի կարգավիճակ։ Այս փաստը, երբ համադրենք 4 հիմքի հետ, կստացվի, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք իրենց փախստականի կարգավիճակի բերումով քաղաքացիություն ձեռք բերելու գործընթացում օգտվելու են որոշակի պարզեցումներից։ Մասնավորապես այդ դեպքում փախստականի կարգավիճակ ունեցող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վրա չեն տարածվելու ընդհանուր կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար վերջին 3 տարին մշտապես Հայաստանի Հանրապետությունում բնակվելու եւ հայոց լեզվով բացատրվելու օրենսդրական պահանջները։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն են դիմում հարցաթերթիկ, որը ի դեպ լեացվում է տեղում, ժամանակավոր պաշտպանություն ստացած անձի վավեր անձնագիր, ծննդյան վկայականը եւ դրա պատճեն, եթե օտարալեզու է, ապա սահմանված կարգով հայերեն թարգմանությունը, սահմանված չափի 6 լուսանկար, գունավոր լուսանկար, ամուսնության վկայականը եւ դրա պատճենը, եթե դիմումատուն փոխել է ազգանունը, այն դեպքում, երբ դիմումատուն սահմանված կարգով կատարել է անձնական տվյալների փոփոխություն, ապա անհրաժեշտ փաստաթղթերում առկա գրառումների հետ անհամապատասխանության դեպքում ներկայացվում է նաև փոփոխությունը հավաստող փաստաթուղթը։ Քաղաքացիության դիմում ներկայացնելիս ժամանակավոր պաշտպանության վկայական ներկայացնելը պարտադիր չէ։ Այս համատեքստում անհրաժեշտ է նաև նկատել, որ քիչ չեն դեպքեր, եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք չունեն անհրաժեշտ փաստաթղթեր, օրինակ տեղահանման ժամանակ կամ դրանից հետո կորցրել են իրենց անձնագրերը, ծննդյան վկայականը եւ այլն։ Նման դեպքերում մինչեւ այս գործընթացի սկիզբը անձինք պետք է փորձեն
վերականգնեն իրենց կորսած փաստաթղթերը կամ նոտարական կամ դատական կարգով հասնեն իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի ճանաչմանը։ Եվ քանի որ այս գործընթացը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու գործընթացից անկախ գործընթաց է, դրա վերաբերյալ Սահմանադրական հետազոտությունների կենտրոնը կազմել է առանձին ուղեցույցներ եւ հրապարակել տեսանյութեր, որոնք կարող են շատ օգտակար լինել այս խումբ մեր հայրենակիցների համար։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն հայցող անձն անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնի անձամբ կամ անգործունակ ճանաչված անձի դեպքում խնամակալի միջոցով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիա եւ քաղաքացիության ծառայության վարչություն։ Իսկ օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ։ Իբրև դիմումների քննարկման ընդհանուր ժամկետ սահմանվում է 90 օրյա, ընդ որում 90 աշխատանքային օրվա ժամկետ, սակայն պետական մարմինների եւ պաշտոնատար անձանց կողմից այս մասով եղել են բազմաթիվ հրապարակումներ, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված եւ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված փախստականի կարգավիճակ ստացած անձանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ստացման դիմումների քննարկումը սահմանված 90 աշխատանքային օրյա ժամկետի փոխարեն իրականացվի հնարավորինս սեղմ ժամկետում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանում են քաղաքացիություն շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով։ Այն դեպքում, երբ Հանրապետության նախագահի հրամանագրով կմերժվի ներկայացված քաղաքացիություն ստանալու դիմումը, ապա Հայաստանի Հանրապետության վարչական դատարան պարտավորեցման հայց ներկայացնելու միջոցով հնարավոր կլինի քննարկման առարկա դարձնել Հանրապետության նախագահի հրամանագրի իրավաչափության հարցը։ Պետք է նկատի ունենալ, որ քաղաքացիություն ստանալու դիմումի հիման վրա հարուցած վարչական վարույթում ներգրաված սուբյեկտների, այդ թվում ազգային անվտանգության ծառայության կողմից տրվող համապատասխան եզրակացությունների իրավաչափությունը ենթակա է ստուգման վարչական վարույթը եզրափակող վարչական ակտի իրավաչափությունը ստուգելու շրջանակներում։